Ազգային ժողովում այսօր արտահերթ քննարկման է դրվել 49 падգամավորների ստորագրած պարտադիր կൂտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հայտարարության նախագիծը։ Ընդդիմադիր падգամավորները շարունակում են պահանջել առնվազն 1 տարով հետաձգել օրենքի կիրառումը եւ այդ ընթացքում փոփոխություններ կատարել, մասնավորապես օրենքից անել պարտադիր բաղադրիչը։ Մինչ քննարկումները կսկսվեր, խորհրդարանի դիմաց կրկին բողոքի ակցիա էր։ Դեմ ենք, ձեռքները թեռում էր աշխատավարձներից եւ նմանատիպ այլ պաստառներով։ Տասնյակ ակտիվիստներ փորձում էին ճնշում գործադրել քաղաքական մեծամասնության վրա։ Տարածքը հսկող ոստիկանները ակցիայի մասնակիցներին տեղեկացրեցին, որ անվտանգության նկատառումներով փողոցներում կուտակումները ցրելու հրահանգ են ստացել եւ պահանջեցին հեռանալ խորհրդարանի մոտից, ինչը դժգոհության ալիք առաջացրեց ակտիվիստների մոտ։ Նույն եվրոպական երկրներում Հայաստանը Եվրոպա չի։ Հայաստանում թեկուզ ցանկացած երկրում էլ հյուրեր են լինում, որ մարդիկ են։ Ես առաջարկում եմ ժողովրդին 10 րոպեում լքել տարածքը։ Okay, հետո կարանք ավելի ուշ արդեն այդ ինչ-որ ժամանակ էր մինչև երբ։ Այսօր ոչ, վաղը խնդրեմ, եկեք։ Վաղը խորժանի ազատ եկեք։ Արտահայտման իրավունքը, ասենք, այսօր չի աշխատում, էլի։ Այսինքն ժամանակ առ ժամանակ ոչ մեկ չի արկելում ձեր խոսքի ազատ արտահայտելու իրավունքից։ Հա? Ես ոչ մեկ նման հարց չտվեց ազգային ժողովի դեմը հավաքվելու։ Այսինքն մեր խոսքի ազատ արտահայտման իրավունքը ստորադասվում է պետական մասշտաբով ինչ-որ միջոցառման։ Ակտիվիստներին ընդառաջ դուրս եկան օրենքին ընդդիմացող падգամավորներից մի քանիսը։ Մասնավորապես Հայ ազգային կոնգրես կուսակցության падգամավոր Լևոն Զուրաբյանը փորձում էր ոստիկաններից ճշտել, թե ինչու քաղաքացիները իրավունք չունեն կանգնել խորհրդարանի դիմաց, երբ ներսում քննարկվում է իրենց ուզող հարցը։ Իրանք իրավունք ունեն գան եւ մասնակցեն առանց զենքի խաղաղ հավաքին։ Ի՞նչն է խնդիրը։ Հա? Հասկացեք ակցիան ինչեւ այսքան ժամանակ է, նախ որևէ ժամանակային սահմանափակում չի կարող լինի, օրենքը նման բան չի նախատեսում։ Ակտիվիստների հետ հանդիպման դուրս եկան նաև Հայ հեղափոխական դաշնակցությունից Արծվիկ Մինասյանն ու Բարգավաճ Հայաստան կուսակցությունից Նաիրա Զոհրաբյանը։ Վերջիններս տեղեկացրեցին, որ այսօրվա քննարկումներից հետո վաղը ժամը 12-ին հարցը կդրվի քվեարկության։ Ժամկետը երկարացնելու խնդիրն է այս անգամ դնելու բովանդակային։ Նաև բովանդակային։ Բովանդակային էլ կա։ Որտեղ հանրապետականը խուսափում է հենց բովանդակային։ Տեղյակ ենք, բայց առանց բովանդակային քննարկման անիմաստ է, բայց մենք առաջարկում ենք առաջին քայլով հետաձգել, այս ընթացքը օգտագործել բովանդակային ավելի մանրակրկիտ, նաև փորձագիտական շրջանակների հանրության հետ քննարկումներ ծավալեն, մշակեն սցենարներ, այդ թվում պարտադիր բաղադրիչը հանելու։ Պարտադիր բաղադրիչը պարտադիր պիտի հանվի, սա հիմնական Մշակված սցենարը դրվի հանրաքվեի։ Падգամավորների պնդմամբ անգամ այս քննարկումից հետո 4 կուսակցությունները շարունակելու են պայքարը ընդհուպ մինչև հարցը սահմանադրական դատարան հասցնելը։ Դրա համար ընդամենը անհրաժեշտ է 27 падգամավորի ստորագրություն եւ ինչպես նշեց ԲՀԿ падգամավոր Նաիրա Զոհրաբյանը, եթե 49 հավաքել են, 27 ստորագրությունը հենց վաղն էլ կարող է հավաքվել։ Ակտիվիստները ուրախությամբ ընդունեցին падգամավորների այս հայտարարությունները եւ նշեցին, որ վաղը նույնպես բողոքի ակցիա կկազմակերպեն խորհրդարանի մոտ։